Տավուշից մեկնարկեց քարոզարշավը եւ բավականին կարծես թե լարված քարոզարշավ է լինելու, հաշվի առնելով նաեւ այն, թե որքան մասնակիցներ կան ընտրություններին եւ ինչպիսի հայտարարություններ են հնչում։ Մենք քարոզարշավը որոշեցինք մեկնարկել սկսել Գոշավանքից, որովհետեւ այն մեզ համար նաեւ արդարության հետ է, արդարությունն է խորհրդանշում եւ արդարություն իրավունքը մեզ համար կարևորագույն արժեքներ են։ Իսկ Գոշը, երբ ստեղծում է դատաստանագիրքը դեռ 12-րդ դարում, հենց այդպես էլ դատաստանագիրքը որպես օրենքների ժողովածու դրվել է։ Այսօր ընտրությունները մեր ցավոք սրտի դարձրել են այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ամեն ինչ անում է, որ դարձնի արտաքին ուժերի միջև ընտրություն։ Այսինքն այնպես է ստացվել, նրանց այդ թեզերն էլ ամբողջությամբ այդ մասին են, որ Հայաստանը այլ ընտրություն չունի անելու, Հայաստանի շահերով ղեկավարվող ուժ, այլ պետք է նայենք տեսնենք, որ արտաքին ուժը ինչ է ում է սատարում, ով է մեջքին կանգնած եւ ըստ այդմ ընտրություն անեն ժողովուրդը։ Մինչդեռ մենք դա է փոխում եւ տեսեք հակադրություններ է առաջացնում հիմա մեր ժողովուրդը ստիպված ինչ պետք է ընտրություն անի Արևմուտք կամ Ռուսաստան կամ որևէ այլ ընտրություն անի, իսկ ինքն էլ ընդհանրապես Ադրբեջանի աջակցությունը վայելող մարդն է մեր երկրում։ Իսկ մենք ասում ենք, որ ոչ, մենք հայերս այսքան հազարավոր տարիների պատմություն ունեցող հերոսական ժողովուրդ ենք, մեր ազգային ինքնությունը, մեր հիմա ունենք փառք Աստծո մեր անկախ պետականությունն ու ինքնիշխանությունը եւ մենք պետք է ընտրություն անենք ելնելով մեր շահերից, իրանով թե մենք ինչ ենք ուզում, մենք պետք է ընտրություն անենք ոչ թե հաշվի առնելով թե ուրիշները ինչ են ուզում, այլ մենք ինչ ենք ուզում։ Սա է մեր նպատակը, իսկ արդարության գաղափարը ընտրված է նաեւ Գոշավանքի նրանով, որ երկար տարիներ մեր ժողովուրդը եղել է ցավոք սրտի խնդիրներն այնքան շատ են եւ ընտրությունից ընտրություն մարդկանց խոստումներ են տվել, հետո գնացել, կորել են, իրենց համար ամեն մեկը պաշտոնների պետությանը կապ ունենալու նաեւ շնորհիվ պաշտոնների շնորհիվ անձնական կյանքն է բարելավել, բիզնեսներ են դրել եւ այլն։ Հիմա մեր ժողովուրդը նաեւ այդ խնդիրը ցավոք սրտի կա, որ վստահության հարց կա եւ ժողովուրդը հիասթափված է նաեւ։ Հիմա մեր խնդիրն է, որպեսզի այնպես անենք ժողովրդի մեծամասնությունը հավատա մեզ եւ մեր ուժին եւ որ իսկապես արդարությունը գալիս է ու ամենակարևորներից նաեւ որ գիտեք այս իշխանությունը երբ 2018-ին ստանձնեց Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հիշենք ինչ խոստումներ էին տալիս։ Ամենաբարձր խոստումները 2050 թվականին մինչև 5 միլիոն բնակչություն էին խոստանում, մինչդեռ 2050 թվականին ժողովրդագրական տվյալներով վիճակագրական այլ ուսումնասիրություններով 24.4% միայն լինելու է մեր ավագ սերունդը, տարեց սերունդը։ Հիմա դուք պատկերացեք ինչ աստիճան է խաբված մեր ժողովուրդը այս իշխանությունների նաև քաղաքականության պատճառով։ Պարոն Թաթոյան, ներեցեք, քարոզարշավի առաջին օրն է, ինչ տրամադրությամբ եք սկսել քարոզարշավը ու ինչ ակնկալիքներ ունեք։ Իհարկե շատ լավ տրամադրությամբ եւ մեզ հետ են նաեւ մեր աջակիցները, համակիրները, թիմակիցները, ակնկալիքներն այն են, որ իսկապես մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր ժողովրդին ցույց տանք, մեր ժողովրդին ներկայացնենք մեր ծրագրերը եւ այնպես լինի, որ մեր ժողովուրդը իսկապես վստահի, հավատա եւ այն ծրագրերը ստանանք, այն քվեն, որպեսզի կարողանանք մեր ծրագրերն առաջ տանել։ Իսկ անհավասար պայմաններում չէ, որովհետեւ դուք խոսում եք նաեւ, որ փորձում են աշխարհաքաղաքական դերակատարների միջև նաեւ ընտրության վերածել եւ վերջերս Հայաստանում տեղի ունեցած գագաթնաժողովն է անհավասար պայմաններում չի արդեն իսկ կա։ Տեսեք, եթե խոսքը գնում է, եթե դուք խոսում եք այսօրվա իշխանությունների մասին եւ նրանց հետ համեմատությամբ, նրանք այո, իհարկե, ի սկզբանե նախ նրանք ամեն ինչի Մակրոնը զբաղված է Փաշինյանի Տեսեք, եթե մենք խոսում ենք գագաթնաժողովի մասին, դա բոլորովին այլ հարց է, այն իմաստով, որ այո, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ այդ գագաթնաժողովը դառնա իր նախընտրական քարոզչության գործիք, բայց մենք պետք է հասկանանք ինչ տվեց մեր երկրին այդ գագաթնաժողովը եւ մենք ամբողջը այսպես ստուգելով նաև բացատրել ենք, թե իրականում ինչ օգուտ պետք է ստանար մեր երկիրը, բայց արդյունքում մեր երկիրը սկսած վիզաների ազատականացումից, անվտանգության համակարգից, առևտրի կանոններից, ներդրումներից, կոնկրետ ծրագրերից, որը մենք մեր երկիրը արդյունքում այդ գագաթնաժողովի փաստաթղթերով չունեցավ, սա ինչ է նշանակում, որ մենք օրինակ պետք է հասկանանք
որ մենք ունենք իշխանություն, որը մեր ազգային շահերը այդ բարձր միջոցառումների ժամանակ առաջ չի տանում ուղղակի, այսինքն խոսքը ոչ թե նրա մասին է, որ մենք թե մեղադրենք օրինակ ուրիշներին, եվրոպացիներին եւ այլն, այլ մենք ունենանք իշխանություն, որ ազգային շահերը առաջ տանի, օրինակ վերցնենք մեր սահմանների օկուպացիան, այդ հարցերը, գերիների ազատ արձակման հարցեր, նույն առևտրի, ներդրումների հարցեր, դրանք ինչպես տեսնում ենք, որ պարզապես կորած են, օրակարգերից չկան եւ մեր համար էլ կոնկրետ ծրագրերով սահմանված չեն։ Սա է եւ մենք մեր խնդիրն է, որպեսզի այն ծրագրերը, որ ներկայացնում ենք եւ համոզված ենք, որ միայն այդպես այդ օրակարգը, որ կարող է մեր երկիրը առաջ տանել եւ լուծել խնդիրները, որ կան։ Նաեւ խաղաղության հետ կապված մանիպուլյացիաները, քաղաքացիական սկսած է դեր կանոնի խաղաղությանը, բայց խաղաղությունը այն մասին, որ այլևի ցանկացած պահանջ կատարվում է եւ այլն, այսպիսի խաղաղությունը որքանով կարող է երկարատև լինել, որքանով կարող է կայուն եւ նաեւ արժանապատիվ լինել։ Մեր երկրում որևէ մեկը չի խոսում նրա մասին, որ մեզ պատերազմ է պետք։ Ոչ մեկ, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքացի, սա իշխանության հնարածն է եւ իրականում այն իշխանությունը նորից էլի թակարդ է ստեղծել, թե ով ավելի շատ է իբր խոսա խաղաղության մասին, նա էլ կհաղթի։ Իրականում այդպես չէ, այսպես իշխանությունը փորձում է թաքցնել քողարկել այն հարցը, թե ինչու են նրանք ձախողել մեր երկրի անվտանգության համակարգը այն աստիճան, որ հիմա մեզ սպառնում են պատերազմով եւ հələ մի հատ էլ պահանջներ ներկայացնում, այս իշխանությունը ոչ միայն տուրք է տալիս, այլ ասում է անպայման պետք է անենք, որովհետեւ պատերազմ կլինի։ Հարց է առաջանում, դու այդ դեպքում որտեղ ենք մենք տեսել երկրի ղեկավար, որ անվտանգության համակարգը այն աստիճան չի կարողացել զարգացնել, ընդհանրապես չի կարողացել, որ ոչ միայն չկարողանա որևէ մեկը սպառնա պատերազմով, այլ ասում է, եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Բայց եթե այդ քանի կոպեկ արժի արդեն տենց մարդու ղեկավար լինելը, որ ընդամենը զբաղված է շանտաժով, մեր ժողովրդին շանտաժի ենթարկելով, ինչա թե նրա համար, որ ձախողել է ամբողջությամբ անվտանգության համակարգը մեր երկրում։ Իսկ ինչու հենց դուք արդարության մասն եք խոսում, որտեղ արդարադատությունը գալիս է, բայց ինչու ձեզ պիտի ընտրեն քաղաքացիները, ովքեր ավելի շատ հավատում են օրինակ սոցիալական խոստումներին, ուզում են աշխատատեղեր բացվեն, մարդիկ կան նաև գումարային գայթակղությունների նստեյության, բայց արդարությունը այս առումով որքանով է ձեր ասածը իրենց համար շոշափելի, հա, որովհետև ես ասացի մասնակիցների թիվը բավականին մեծ է, ամենատարբեր խոստումներն են հնչում, այս դեպքում ինչու հենց ձեզ պիտի ընտրեն եւ որքանով է ձեր ասած արդարությունը շոշափելի են մարդկանց համար, ովքեր չեն կարևորում կամ չեն նկատում, չեն տեսնում իրենց կողքը ինչ է կատարվում։ Արդարությունը հենց այդ մասին է, որ մարդը լավ ապրի մեր երկրում, լինի ստանա կրթություն, ունենա աշխատանք եւ ապրի ապահով երկրում, ապահով ապագա ունենա։ Արդարությունը հենց այս մասին է։ Հիմա սոցիալական հարցերի տեսանկյունից արդարությունը նաև սոցիալական խնդիրների մասին է, աշխատանք ունենալու։ Տեսեք, մենք եկել ենք Իջևան, որ քաղաքը որ գնանք, առաջին հարցը մարդը որ բարձրացնում է կամ գյուղերը մեր աշխատատեղի հարցն է։ Այսօր մարդիկ ինչ են անում, արդյոք արդարության արդյունք է, որ մարդը չգիտի ինչ անի, աշխատանքով գումար վաստակի իր ընտանիքի արժանապատիվ կյանքը կարողանա հոգավոր թողնում եւ գնում է օրինակ Ռուսաստան, արտագնա աշխատանքի, ինչից է դա գալիս։ Դա արդյոք արդարություն է նշանակում։ Ոչ իհարկե, մենք ունենք այսքան կարողություններ ունեցող մարդիկ, հզոր, որ կարող են մեր երկրում նույնը վաստակել, ընտանիքը պահել եւ ինչ չեն կարողանում, որովհետեւ չկա այդ հնարավորությունները։ Կամ օրինակ ասենք նույնը վերաբերում է հարկման քաղաքականությանը։ Մենք պարոն Անանյանը խոսի, ես ընդհանրապես ասեմ, որ օրինակ արդար հարկային համակարգը հենց դրա համար է, որ շատ եկամուտ ունեցողը վճարի շատ, իսկ քիչ եկամուտ ունեցողը քիչ։ Արդեն երևի խոսքը կփոխանցենք։ Շնորհակալություն, պարոն Անանյան, քարոզարշավի առաջին օրը մեկնարկեց, նախ ինչ տրամադրությունով ու ինչ սպասելիքներով եք մասնակցում քարոզարշավին։ Պարոն Թատրոնը արդեն ասեց, տրամադրությունները բարձր են եւ մարտական բարեստարական վաստով, քաղաքական պայքարի հաստատության պաշտոնական մեկնարկել եւ մենք այսօր Ռոշավանքում մեկնարկը հայտարարեցինք քարոզարշավի եւ նրա վերաբերյալ գործընկերները իրենց կենտրոնի խոսքում ասացին, թե ինչու է մշտական Ռոշավանքը ստապային կետերները։ Մենք հիմա գտնվում ենք Իջևանի պարտիկուլարքում, այսօր նաեւ օրվա խորհուրդը կապվում է
հիշատակին։ Եվ ընդհանրապես այսօրվա խորհուրդը ոչ մենակ դա է, այլ նաև ապագային միտված է, որովհետև պետք է վերաիմաստավորենք ոչ մենակ հիշատակը, այլ պետք է վերաիմաստավորենք այդ հիշատակը վառ պահելու ապագայի մեր անելիքները։ Ինչ ունենք անելիք։ Իսկ անելիքները դրանք կապված են առաջ երկրին արտաքին անվտանգության խնդիրներին, որոնց հետ մենք ունենք շատ լուրջ անելիքներ եւ ունենք շատ լուրջ առաջարկներ, որոնք այսօր ձևակերպել եւ ներկայացնում ենք։ Հետեւաբար, եթե ձեր հարցը ամբողջականացնեմ, մարտական ենք տրամադրված բառից քաղաքական իմաստով եւ ապագայի հետ կապված հստակ անելիքներով նաեւ մեր ժողովրդի հետ զրուցելու այդպիսի պատրաստակամությամբ։ Մարդկանց գոնությունը անվտանգային խնդիրների վերաբերյալ չեն թույլատրել, չեն կարողացել այսպես կոչված թվացial խաղաղության կամ կարտաժամկետ խաղաղության ծուղակով մարդկանց մոլորեցնել։ Գիտեք, մեր ժողովուրդը ավելի իմաստուն է, քան ենթադրում են այսօրվա իշխանությունները եւ մեզ ճիշտ ասած նաեւ մարզերում այցելությունների ժամանակ մեզ թվում էր, որ արտաքին անվտանգության հետ կապված սահմանամերձ սահմանապահ գյուղերի եւ բնակավայրերի մեր հայրենակիցները շատ ավելի ընդգծված ու զգայուն կլինեն իրենց դիրքորոշումներում, բայց տեսեք, որ որտեղ որ գնում ենք, այո, սոցիալական հարցերը դրանք երկրորդ շրջանակով են մատուցվում եւ այդպիսի հարցադրումներ մեզ արվում, առաջինը միայն տեսեք, արժանապատվություն, արտաքին անվտանգություն եւ արդարություն։ Այս սրանք են, որ սրա պակասը այսօր ունի մեր ժողովուրդը։ Եվ սրա մասին են վկայում այն, որ մենք այո տեսնում ենք փոփոխություն, իրական փոփոխություն բերելու նախադրյալները մենք այսօր տեսնում ենք, որովհետեւ ժողովուրդը թնվիրի մեջ չէ։ Ժողովուրդը լավ զգոն եւ ավելի պատրաստակամ է եւ իր մասնակցությամբ ապացուցելու է, որ ինքը փոփոխություն է ուզում։ Հետևաբար ոչ չեն կարողացել ժողովրդին քննեցնել եւ ժողովուրդը թնվիրում չի գտնվում։ Շատ ակտիվ հետևում է բոլոր քաղաքական ուժերին եւ կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է շատ պրակտիկ ու պրագմատիկ եւ ապագային միտված ծրագրեր ներկայացնեն, որպեսզի լինեն փոփոխություն բերողների դրոշակակիրների շարք։ Ժողովրդի շփումները ինչ են ցույց տալիս։ Իրականում ակնկալիքները շատ ավելին են, քան ուղղակի ընտրական տոկոսների ակնկալիքները։ Ի վերջո պետք է հայ հասարակությունը եւ հայ ժողովուրդը հնարավորություն ունենա ընտրություն կատարելու նոր ուժերի միջև։ Անդադար հայ ժողովրդին պարտադրում են այդ նախկին ներկա այդ գեղեցիկ համադրությունը, իհարկե գեղեցիկը ճակերտների մեջ նշենք, բայց այս ընտրություններին հայ մարդը ունի հնարավորություն ընտրելու ապագայի միջև։ Ապագա, որը կառուցվում է ոչ թե ուղղակի խոսքերի, խոստումների եւ գեղեցիկ խոսքերի հիման վրա, այլ ապագա, որը հիմնված է հենց ծրագրերի եւ արժեքների վրա։ Եվ սա ամենակարևոր բանն է, ինչը որ ընտրողը պետք է գիտակցի, որ ժամանակը եկել է ոչ թե մարդկանց գնահատելու իրենց պոպուլիստական խոսքերով, այլ հենց գործերով եւ հնարավոր ծրագրային դրույթներով։ Միասնության թվերի ցուցակից նաև դուք եք թիրախավորված անձանցից մեկը, ի վերջո Պետրոս Ղազարյանի հետ կապված ինչ եղավ, ձեզ հրավիրեց թե չհրավիրեց, դուք ինչ հայտարարություն էիք արել, նա ինչ էր ընկալել, ինչ էր հասկացել։ Իհարկե, տեսեք, Պետրոս Ղազարյանը հերթական անգամ ցույց տվեց, որ հանրային հեռուստաընկերությունը օգտագործվում է հենց իր հաղորդաշարի միջոցով իշխանական քարոզություն իրականացնելու համար։ Եվ բնականաբար այդ օրը այդ տեղի ունեցած միջադեպը հերթական դրա վկայությունն էր։ Իհարկե խոսքերի բավականին շատ փոփոխություններ է տեղի ունեցել, բառերի փոփոխություններ, բայց անկախ ամեն ինչից ես բաց նամակով դիմեցի հենց Պետրոս Ղազարյանին նշելով, որ ինձ հրավիրի հարցազրույցի, որովհետև նշել ես իմ անունը եւ իմ խոսքերը եւ ես կներկայացնեմ քեզ իրականությունը եւ ամբողջ Հայաստանի առաջ հանրային հեռուստաընկերությունով ցույց կտամ, որ դու առնվազն գիտակցաբար կամ միամտորեն խեղաթյուրել ես իմ խոսքերը եւ օգուտ իշխանության քարոզություն ես իրականացրել։ Իհարկե, պարոն ամենից հետո ինչպես պայմանավորվել ենք, բայց Պետրոս Ղազարյանը ընդհանրապես դրան պատասխան չտվեց, բնական է չէր կարող դրան արձագանքել։ Եվ հիմա հերթական առիթն է, եթե Պետրոս Ղազարյանը լսի, ես վստահ եմ, որ լսելու է,
Ես նշում եմ, որ Պետրոս Ղազարյան, նորից եմ կրկնում, հայերեն իմանալը չի նշանակում հայերեն հասկանալ։ Եթե որևիցե հարցեր կան, ես պատրաստ եմ կամ հանրային հեռուստաընկերություն այդ հարցերին պատասխանելու։ Քանի որ ես լուսաբանել եմ ձեզ այն ժամանակահատվածում, երբ դուք դեռահաս տարիքում եք եւ անընդհատ պայքարում եք, արդարություն եք փնտրում, նախ ձեր որ պայքարին եք նաեւ միացել, այս թիմի հետ դուք հնարավոր համարում եք կբավականացնեն ձեր ուժերը, ձեր ռեսուրսները երկրում արդարություն հաստատելու ուղղությամբ։ Վստահ եմ, որ այո, որովհետև երկար տարիներ ես պայքարել եմ եւ մեր թիմը պայքարել է հենց այդ արդարության համար, արժեքների համար, եւ ես շատ ուրախ եմ, որ այս ճանապարհը անցնում ենք միասին թևերի հետ միասին, եւ շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք հավատում են պայքարի ճշմարտացիությանը եւ հավատում են, որ Հայաստանը իրոք մի օր լինելու է արժեքների վրա հիմնված երկիր։